Արուշանյան, առաջարկում եմ մի փոքր պատմեք աղբավայրում տեղի ունեցող զարգացումների մասին, որպեսզի ընթացքից մենք էլ տեղեկանանք։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ուզում ներկայացնեմ Նուբարաշենի խճուղի 4 հաստին հարակից աղբատեղիում իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Աղբատեղիում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, իրականացվել են տարածքի տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրման աշխատանքներ, իրականացվել են հողային շերտով ծածկման աշխատանքներ, ողջ տարածքում ապահովել է տեխնիկայի համար հասանելիություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարածքի ցանկացած հատվածում խնդրի առաջացման պարագայում հասանելի լինի այդ հատվածը տեխնիկայի օգտագործման եւ առաջացած խնդրի շուտապույտ լուծման համար։ Տեղեկացնում եմ, որ տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա իրականացվել է հարթակի կառուցում։ 5000 քառակուսի մետր տարածքի վրա իրականացվել են տարածքի հարթեցում եւ կոշտ պատվածքով, այսինքն ասֆալտի քերուկով պատում։ Այս ամենը իրականացվել է Երևանի աղբանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքն եւ աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Իրականացվել է արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, ներկայումս վերահսկվում է մուտքը աղբատեղի եւ բացառվում է կողմնակի անձանց մուտքն տարածք։ Երկաղլույս ՓԲ-ի կողմից կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են ներկայումս թվով 29 հենասյուներ իրենց լուսատուներով եւ տարածքը ներկայումս լուսավորված է։ Ընթանում են տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքները եւ ողջ այս աշխատանքները շարունակական են եւ շարունակվում են դեռ պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, պարոն Արուշանյան, շատ կարևոր է արձանագրել, որ այս կարճ ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում մենք ենթակառուցվածքային առումով էական փոփոխություն ունենք եւ հարթակների մասով, ճանապարհների մասով, լուսավորության մասով, վերահսկողության մասով եւ կարծում եմ, որ սա դեռևս շատ վաղուց պետք է այս հարցին անդրադարձած լինեինք, բայց լավ է ուշ քան երբեք եւ իրականում Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցող շարժի վերահսկողությունը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է, որովհետեւ Նուբարաշենի աղբավայրում, որը մոտավորապես ունի 70-ից ավել տարի պատմություն, որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի բնապահպանական վիճակի վրա, հետևաբար վերահսկողության տեսանկյունից ամենախիստ ձևով պետք է մոտենանք հարցին։ Շնորհակալ եմ։